Շնորհակալություն։ Ընտրությունների արդյունքներից հետո այդ արտագաղթելու գաղափարը 2021 թվականին եկար եւ եթե մենք նայում ենք թվերը 2021 թվականին 73-4 հազար քաղաքացի հեռացել է Հայաստանից։ Ճիշտ է, այս իշխանությունները դա կապում էին COVID-ի հաջորդ տարվա հետ, սակայն եթե մենք ուրեմն այսպես ուշադիր հետևում ենք, ապա նաև հեռացողների ժամանակագրական առումով կտեսնենք, որ դա հենց անմիջապես ընտրություններից հետո եղավ եւ իրականում դա ունեցավ նաև իր բացասական հետևանքը, որովհետեւ երբ մարդիկ պարզապես հիասթափված սեփական երկրից գնում են, ապա սեփական երկրի համար պայքարողների թիվը շատ քչանում է։ 21 թվականի այդպիսի անկումը նաև պատճառ դարձավ, որպեսզի դիմադրության շարժումը չունեցավ իր արդյունքները եւ թեև ժամանակային առումով հետաձգվեց Արցախի հանձնումը այս իշխանությունների կողմից, բայց կանխել հնարավոր չեղավ։ Եվ այսպիսի օրինակը հենց մեր քաղաքացիների համար պետք է լուրջ ազդակ դառնա, որ ոչ թե ընտրությունների արդյունքներով պայմանավորեն իրենց արտագաղթը եւ հետո իրականում բերեն ամբողջական գաղթի, այլ հակառակը հենց ընտրություններով պայմանավորեն իրենց Հայաստանում ապրելու իրավունքը։ Մասնակցությունից շատ բան է կախված, պարոն Թևանյանը շատ ճիշտ օրինակներ բերեց, թե տեղական ընտրությունների մասնակցության արդյունքում ինչպիսի ընտրական արդյունքներ են ունեցել, հետևաբար այս պահին բոլոր ուժերի առաջին խնդիրը եւ գլխավոր խնդիրը պետք է լինի քաղաքացիներին բացատրել իրենց մասնակցության կարևորությունը եւ իրենց ձայնի կարևորությունը։ Ես վստահ եմ, որ բարձր մասնակցության բարանգայում այս իշխանությունները որքան էլ օգտագործեն իրենց վարչական ռեսուրսները, օգտագործեն ընտրական մախինացիաները, ընտրակաշառքները, մենք տեսնում ենք այսօրվանից պատկերավճռների տեսքով ընտրակաշառքներ են բաժանվում եւ այլն, միևնույն է դա հնարավորություն չի տալու այս իշխանություններին վերարտադրելու։ Հետեւաբար մենք այո պետք է լծվենք առաջին հերթին մասնակցության կարևորությունը բացատրելու գործով, իսկ այս պարագայում վստահեցնում եմ հարությունը այնքան զզված է, այնքան հոգնած է այս իշխանություններից, որ արդյունքները բոլորովին այլն են։